Տիկին Գրիգորյան, այն պետությունները, որոնք են եղել, որ 44-օրյա պատերազմի են նախապատրաստել Հայաստանի դեմ եւ եղել են ՀԱՊԿ անդամներ, կարող եք ասել։ Որպես ծառայության ղեկավար ես պատասխանատու եմ եւ իրավասու եմ խոսել այն ժամանակահատվածի վերաբերյալ, որի ընթացքում ծառայությունը գործել է։ Մեր ուսումնասիրության ներողություն եմ խնդրում, թույլ կտաք ես պատասխանեմ։ Նարեկ թույլ չի տալիս։ Դուք պետք է նաեւ որոշակի առումով հարգեք մեր աշխատանքը։ Ես խորը հարգանքով եմ վերաբերում լրագրողների աշխատանքներին, ես գնահատականներ չեմ տալիս, ոչ կոռեկտ եմ համարում այն հարցերը, որոնք ծառայության առանձնահատկությունները կոպտորեն վիրավորում են։ Հիմա ձեր ձեզ դուր կգա դա։ Իմ պատասխանները կարող են ձեզ չբավարարել մանրամասների բացակայությամբ պայմանավորված, ես որակումներ չեմ տալիս։ Այլ հարցեր։ Իմ պաշտոնը ինձ չի փոխել, ես ծառայության խնդիրներն եմ կատարում եւ դրանով է պայմանավորված լրագրողների հետ շփման սահմանափակությունը։ Նշեցիք, որ այդ ժամանակ չի եղել արտաքին հետախուզական ծառայությունը, բայց հետագայում ուսումնասիրություններ կատարվել են իմ նշած հարցի վերաբերյալ, թե ոչ։ Ծառայության արժեվ դրված խնդիրները չեն ներառում անցյալում տեղի ունեցած դեպքերի կամ փաստերի ուսումնասիրություն։ Լավ, հիմա ՀԱՊԿ անդամ որևէ պետությունից Հայաստանի անվտանգության ինքնիշխանությանը վտանգներ սպառնում են։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին ես պատասխանեցի այն պատասխանն, ինչ որ քիչ առաջ տվեցի։ Կարծես թե այլ հարցեր։ Գրիգորյան, ես ունեմ